Աշխարհում երևի էլ հայ չկա, չմնաց էլի, որ չիմանա այս ողբերգության մասին, չճանաչի այս տղայի դեմքը, անունը, ազգանունը, Նարեկ Թորոսյան, ցավակցություններս նրա հարազատներին եւ մոտիկներին։ Բայց ինձ մի բան է հետաքրքրում, մենք ինչի հիմա այսենց ձևի չենք ճանաչում այդ բոզի վաստակների դեմքերը, անունները, ազգանունները, ովքեր այս տղային հասցրել են այդ օրին։ Ինչի մենք չգիտենք այդ դիրքի պատասխանատու այդ սպայի անուն ազգանունը, այդ սպայի ուսադիր կրող այդ բոզի վաստակի անուն ազգանունը, որ հանդուրժել է այսքանը, որ իր սխալ աշխատանքի, իր հանձնված զինվորների այդ ամեն ինչին չի տիրապետել իրավիճակին, որ հասել է այս ամեն ինչին։ Ինչի սրանց մասին ոչինչ չգիտենք։ Հա? Ու սրա մասին ոչ մեկ չի խոսում, ես մեկ ասեցի կարող է հայտնվի ինչ-որ ինֆորմացիա, ովքեր են եղել, անունները դրանց, ազգանունները, գցենք, որ թաղամասից են, որ գյուղից են, որ մարզից են, պետք է հայ ազգը սրա վերջը տա գիտեք ոնց, համազգային պարսավանքով։ Բացի նրանից, որ սրանք պետք է կրեն խիստ շատ պատիժ, շատ խիստ, որ դասը լինի մնացածին։ Սրանք պետական դավաճանության հոդվածի պես հոդվածով գնան, են էլ դիրքերում։ Դեզերտերին ինչ են անում, գնդակահարում են, սրանք հիմա այդ նույն ձևի հանցագործությունը։ Բայց բացի դրանցից, մենք պետք է ճանաչենք այս բոզի վաստակների ծնողներին։ Պետք է հորը տեսնենք, մորը տեսնենք, ովքեր են դաստիարակել այս կարգի վիժվածքների։ Դրանց քրոջը այս ընտանիքը պետք է այն օրի գցվի Հայաստանում 1-2 ու սրա վերջը կտաս, որ ոնց ասեմ, որ Հայաստանում ոչ մի խանութում նրանց հաց չծախեն, ոչ մի տաքսիստ նրանց չսպասարկի, ոչ մի պոլիկլինիկայում այդ ընտանիքի մարդկանց դեմքը տեսնեն, թքեն վրեքը ասեն հելեք սիկտիր եղեք, մենք ձեզ չենք սպասարկում։ Որ գնա ատամնաբուժի մոտ, ատամնաբուժը ասի, պաշոլ տի նախույ դու հայ չես, ես քո նման, ես հազարա թուրք կսպասարկեմ քո պես, բոզի վաստակին չեմ սպասարկի, հորը, մորը, տատուն, պապուն, ամբողջ դրանց գերդաստանը, պետք է հայ ազգը ճանաչի։ Այս հենց պետք է սրա վերջը տաս։ Մեր երկիրը կլանային համակարգ կա, դրա դեմը առնել չի լինում, ուրեմն նույն այդ կլանների դեմ պետք է պայքար տարվի։ Համազգային պարսավանք։ Միակ տեղը դրանց ընտանիքը ուր կարող է գնա Հայաստանից, որ մի կտոր հացի արժանանա խանութում, Ադրբեջան, տեսեք ընդեղի ազատ իրանք տալիս են քաղաքացիություն, ով գա հայերից ուզենա ապրի, գցենք վերադառնա բան։ Արցախի այդ տարածքներ էլի։ Այդ թող այդ ընտանիքները գնան, այդ օֆիցերների հետ միասին գնան այնտեղ դառնան Ադրբեջանի քաղաքացի։ Նրանք պետք է այսօր լինեն Ադրբեջանի ազգային հերոսներ։ Դիրքում հայ է մեր, հային հասցնում են ինքնասպանության։ Արա հետո ունգած թուրքին բան եք ասում։ Արա թուրքը պետք է գա հայ բոզի վաստակների մոտ դասեր սովորի։ Ոնց անեսնես, որ մարդու վրա նույնիսկ փամփուշտ չօգտագործես է սպանելու, որ ինքը իր վերջը տա։ Դուք տեսեք, սա ինչ տեխնոլոգիա է։ Ու սրանից հետո ոմանք կխոսան, մենք աշխարհի ամենահզոր ազգն ենք։ Էսա հզորությունը արա ձեր։ Ուր են սրանց նկարները, հիմա ես Նիկոլ Փաշինյան կամ Պապիկյան, ձեզ ով պետք է ասի, այն Տոֆիկ Զուլֆուգարովը պետք է Ադրբեջանից հրահանգի հրապարակեք դրանց ազգային հերոսների, Ադրբեջանի այդ հերոսների նկարները, որ իրանք ճանաչեն, մենք էլ միամիտ ձեռի հետ իմանանք։ Հա? Նիկոլ, դու օրինակ սիրում ես կոպիա անես բոլորին, էլի, Պուտինի ավտոները ոնց է գնում շարասյունը, գցենք ընդեղ, Իլոն Մասկներ թեով SMS-ով մարդկանց գործից հանեն, էլի, դու կոպիա անող ես, Լուկաշենկոն գնա գյուղերը ջղայնանա, դու ընդեղ դուշերը պոկես, ընդեղ, արա, Լուկաշենկոն Նիկոլ բան էր անում, այտենց դպրոցում եղել էր, էլի, ծնողներին բերել էր իր մոտ, նստացրել ու կողում էր ցեխը։ Այդ ձև դու կարաս անես, կարաս այդ բոզի վաստակների ծնողներին հավաքես դնես մոտ այդ, ովքեր դաստիարակել են այդ վիժվածքներին։ Ու հետները ուսուցողական աշխատանք տանես։ Որ մյուս ծնողը տեսնի, ասի լսի տղա ջան, լսի սենց բոզի տղություն չանես աշխարհ ալամ աշխարհով մեկ խայտարակ կլինենք։ Ուր են դրանց սոցիալական ցանցերը, պետք է այսօր նրանք ընդհանրապես ամեն ինչից փակեն, իրանք պետք է գնան պլաստիկ օպերացիա անեն, որ դեմքները մարդ չճանաչի այդ ընտանիքի։ Ինչի չգիտենք։
Ես նոր ջայնացած այս նույն բանը որ տեսնում եմ մի հատ քաղաքական գործիչ կա ում հետ ընկեր ենք իրան եմ ասում խոսում ես սենց բաներից է խոսացեք հանրային պահանջ ներկայացրեք որ պետքա մարդկանց դեմքները հրապարակես արեք զոհվածինը ցույց են տալիս բայց այդ բոզի տղունը ցույց չեն տալի Են գագոին կդնեն, բերան քսի վայր կցույց տան ոնց են տանում կամ բերում բան անում ընդ, բայց այդ դրանց ցույց չեն տալը։ Նիկոլ ոնց հասկանանք, դատախազություն։ Բաբիգյան, ասալամ ալեյկում։ Տոֆիկ Զուլֆուգարովը պետք է ասի իրանց ազգային հերոսներին ցույց տակ, հա, այդ մեյմուններ արա։ Կուկուրուզուտող, կապիկություն անող մենակ արա, մենակ լսեք կապիկություն անեք։ Բերեք ցույց տվեք դրանց։ Ենթարկենք լինչի դատաստանի է ձևի բոզզի տղաներին պատկերացնում եք այդ երեխեն առաջի օրը բարձացել է դիրք այդտեղի սպան այդտեղի օֆիցեր այդտեղի սերժանտը այդտեղի չգիտեմ դե կապտյոր շիկա լսեք այդտեղ ոչ մեկ տեղյակ չի եղել արա դրանց սաղին պետք է ուղարկել Ադրբեջան թող գնան Ստեփանակերտում բնակվեն արա Գնան դառնան ադրբեջանական նրանց հետ դրանք պետք է բանի հետ սեղան նստեն այն ինչ էր անունը այն տապորով սպանողի մտքիցս թռավ բանը այն Սաֆարովի հետ այդ Սաֆարովի հետ պետք է ադրբեջանցիք դրանց նույն ազգային հերոսը տանու նստացնեն մի սեղանի կողք նկարները պետք է կախեն իրանց դպրոցներում որ սովորեն որ այ ազգային հերոս են ադրբեջանի այդ օֆիցերներն էլ հետը Բա այդ պետք է լիներ էլի երբ որ այդ ձևի օֆիցերով է դաստիարակել այն դեգեներատ Վազգեն Սարգսյանի այն քերոփա դպրոցը կոչվում էր բան այն Վազգեն Սարգսյանի այդ ինչ էր այն ակադեմիա էր ինչ էր մասիվում Նայում էր պատի տակը սաղանգած գողական թզբեխներով ռազմորկ էին անում արա, բա այդ պետք է լինի տեղի օֆիցեր էլի Ազգային հերոս, հələ պետությունից փող են ծախսում, այդ չատլախի մասին էլ կինո են, ֆիլմ են նկարում արա Ես դրանց բանակում ծառայել եմ ու շատ լավ գիտեմ ինչ ա եղել Ու հետո ասում եք ինչի են մարդիկ իրանց երեխեքին երկրից տանում, Հայաստանից տանում Այս սերը համար են տանում արա Որտե բարդակա, բանակ չի բարդակա, բայց հեսա որ տոնը լինի հունվարից ամ տեսեք, կենացներով կհելնեն, այս բոզզի տղա գործիչները մեր բանակի կենացը, դե հելեք խոսացեք արա Իսկ բոզի տղան դա ասում եմ, դա գրական բառ է, դուք հիմա ինձ բան չանեք, որ ես չափը անցնում եմ Բոզզի տղա դա հələ դեռ մեր մեծ բան դերասաններից, արտիստներից Արմեն Ջիգարխանյանն էր, այն բանի ֆիլմում Եթե ինք իրան թույլ է տվել այդ բոզի վաստակ այդ արտահայտությունը, մենավոր ընկուզենի, երբ ցեկայի են քարտուղարին նոր, ասում է, այն բոզի տղա լաքասիրակին ինչի ես կուսակցական սարքել, նենց որ ինձ ոչ մեկը դե ձեր քաղքենի գեղացի մտածող գեղցիներից ինչը քննադատեք կոպիտ բառ օգտագործելու համար, սա գրական հայերեն բառ է, որը նույնիսկ օգտագործվել է գեղարվեստական ֆիլմում, ու պետք է արդեն մենք մի քիչ ժամանակը փոխվել է, պետք է մենք էլ ժամանակին համահունչ գնանք էլի։ Նայում ես այնտեղ հայ կանայք դարել են պորնո զվեզդաներ բանում, բայց հələ նայում եք խոսում ենք հատուկ գրական բանով, գիտեք մենք դանակ պատարակաղով ձուկ ուտող ու պիցցա ուտող ազգ ենք կուլտուրական։ Բայց նայում ես ինչա կատարում բանում, TikTok-ում ասում ես ես ինչա դարել, արա, ես ազգը ուր է գնում, ես ինչ դեգրադացիա է սկսվել, արա։ Գողական բան, ենթամշակույթ, դե երբ որ օֆիցերը գնար փետրվարի 23-ին նստեր ռեստորան գցենք նույն հայկական կամ մեր հունվար հայ զինվորականներ չգիտեմ փետրվարի 23-ին են լավ նշում նստեն Դոլյա Վարավսկայա լսեն մուրկա լսեն Այ պետք է այն ժամանակ Սերժ Սարգսյան հետ ագարկեն անգլեր այդ ռեստորաններով այդ սաղ օֆիցերներին հավաքել սաղի պագոնները պոկեր տաներ կողեր բանը Ադրբեջան Թուրքիա ուղարկեր եսի մուր, տարեր կողը, տաներ, գնդակը հարեր թաղեր միտեղ դրանց արա։ Սերժներ, ով էր ընդեղ են, վազգեն, մազգեն, դո սաղ չատլախ այդ խումբը, որ կար երկիր ասրեց է սորվան։ Հայկական սպան նստում է ռեստորանում, Դոլյա Վարավսկայա է լսում, հələ մի հատ գնայր են լավ Երևանի ռեստորաններ են, բանով, Բելաջոյով մտներ, Պրոշյանով դուրս գայր են, ոսկե մատարակաղով տենայր դրանք որտե են տժում, տես ինչ երկերի տակ են պարում, սաղի լավը պետք է քունվեր են վախտիս, այստեղ կվուրեր, կներեք, որ այսօր բանակում գողական ենթամշակույթ չնի, չես հասկանում, բանակը թե գաղութը արա, այսքանը, Ջայնանում ես, որ տեսնում ես էլի, հետո էլ մարդիկ ինձ գերում են, բա հետ արի Հայաստան գցենք, բա տաղուտ փախցրել ես, բա ինչ անես, տաս ես անասուններին, ես անասնազանգվածին, որ ասում են, հետ վերադարձեք մեր սուրբ հայրենիք,
իդիոտներ։